կգա ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Տիկին Սարգսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հանձնաժողովների հարգելի նախագահներ, հարգելի պատգամավորներ, ներկայացնելով 2026 թվականի ներքին գործերի նախարարությանը բյուջեով հատկացվելիք միջոցների եւ ծախսերի մասով պատկերը, գործընկերս պարոն Հովհաննիսյանը ընդհանրական անդրադարձավ սրանց, ուզում եմ ներկայացնել, որ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102.6 միլիարդ դրամ եւ այո 2025 թվականի համադրությամբ ունենք բացասական տարբերություն շուրջ 2.4 միլիարդ դրամի չափով, ընդհանուր առմամբ ընթացիկ ծախսերի գծով հատկացվելու է 101.4 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերի գծով 1.2 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ 102.6 միլիարդ դրամի հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող եւ գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 89.4 միլիարդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված միջոցները 79.3 միլիարդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները 13.3 միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը 1.2 միլիարդ դրամ են կազմում, ամբողջի 1.2%-ը։ Նշեմ, որ ընթացիկ ծախսերի գծով 2.3 միլիարդ դրամի ավելացումը պայմանավորված է առավելապես ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերի վճարման ապահովմամբ եւ նաեւ պիտի փաստեմ, որ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ մենք նաեւ ունենք քաղաքացիական ծառայողների անձնակազմ եւս, որը մնացյալ նախարարությունների համեմատությամբ պիտի նաեւ ունենա պարգևատրման վճարումներ եւ այս մասով, քանի որ 2025 թվականին որպես այդպեսին առանձին ֆոնդ նախատեսված չի եղել, 2026-ին այս ընթացիկ խնդիրը լուծվում է։ Ինչպես նաև մենք ընթացիկ տարում բազմիցս քննարկել ենք նաև ոստիկանության ծառայողների բնակապահովման վճարների հետ կապված խնդիրը եւս, տարբեր նախաձեռնություններ ենք քննարկել, տարբեր չափանիշներ որպես այդպեսին եւ այստեղ նաև 2026 թվականի բյուջեում նախատեսրել ենք համապատասխան միջոցներ, որպեսզի ծառայողները բնակվարձի ստացման հետ կապված որևէ խնդիր 2026 թվականի կտրվածքով արդեն չունենան։ Բնականաբար, քանի որ ոստիկանության գվարդիան ձևավորվել է, այստեղ նաև ընթացիկ տարում սննդի ծառայությունների ձեռքբերման համալրացուցիչ ֆինանսական միջոցներ եւս նախատեսել էին, ըստ այդմ 2026 թվականի բյուջեն կատարել է վերահաշվարկ, նախագիծը կատարել է վերահաշվարկ եւ համապատասխան միջոցները այս պայծրությամբ եւս նախատեսված են։ Կապիտալ հատկացումների մասով ես պիտի առանձնացնեմ թերևս ամենակարևորը, որը սեյսմիկ պաշտպանության ոլորտին է վերաբերում, եւ մենք նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում, ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից եւ ըստ այդմ նախատեսում ենք ունենալ երկրաքիմիական կայանի թվով 6 հատտանակի ձեռքբերում, ինչպես նաեւ թվով 13 կարևորագույն նշանակության սարքեր սարքավորումներ, որոնք թույլ կտան սեյսմիկ պաշտպանության ոլորտում ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել եւ ճշգրիտ կանխատեսումներ նաեւ եւս ապահովել։ Շենք շինությունների շարունակական շինարարության մասով նախատեսված է 700 միլիոն դրամ, ինչպես նաեւ փրկարար ծառայության ներդրումային ծրագրի շարունակականությունն ենք ապահովելու եւ այս տարի եւս ձեռք ենք բերելու արդեն 26 թվականի կտրվածքով եւս ձեռք ենք բերելու նոր տրանսպորտային միջոցներ, հշոջ փրկարարական գույք նկատի ունեմ, հատկացվող փրկարար ծառայությանը։ Հարգելի գործընկերներ, ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակներում գործող կառուցվածքին համապատասխան մենք նախատեսել ենք կազմակերպել եւ իրականացնել 6 ծրագրով աշխատանքները 32 քաղաքականության միջոցառմամբ։ Ընդհանուր առմամբ մշակվել եւ բյուջետային հայտում ներառվել է 115 արդյունքային չափորոշիչ, որից 73-ը քանակական, 20-ը որակական, 21-ը ժամկետային եւ 1-ը ոչ ֆինանսական ցուցանիշներն են։ Դրանով իսկ ապահովում ենք, որպեսզի բյուջեի կատարողականը լինի կանխատեսելի եւ մեր արդյունքները լինեն համապատասխան ռեֆորմային այն ուղղություններին, որոնք որ նախատեսել ենք շարունակել արդեն 2026 թվականի կտրվածքով։ Ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա պետական մարմիններում մեկնարկած խորքային բարեփոխումները գործընկերներ շարունակվել են նաև այս տարվա կտրվածքով եւ բյուջեն ներկայացնելիս բնականաբար չենք կարող չանդրադառնալ նաև այս հարցերին։ 2026 թվականի նախարարությունը կշարունակի բովանդակային առումով ռեֆորմային տարբեր ուղղությունների իրականացումը եւ նաեւ այն ուղղությունները, որոնք որ պլանավորված են եղել հենց իրականացնել 2026 թվականի կտրվածքով։ Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությունը, պիտի փաստեմ, որ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով մենք գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այսինքն այն հանցագործությունները,
հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Օրինակ, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերն են աճը 391 դեպքով, զենքի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն են աճը 249 դեպքով եւ այսպես շարունակ։ Գործընկերներ պիտի փաստեն, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0.7%-ով, այսինքն ունեցել ենք կրկին ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների հիմնական արձանագրում, որը կազմել է 85.7%։ Իրականացված աշխատանքների արդյունքում պիտի նաև փաստեմ, որ նաև աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրաված անձանց թիվը ընդհանուր առմամբ 3.5%-ով։ Իսկ առանձնապես ծանր հանցագործություններով այս թիվը կազմել է 9.9%, ծանրերով 5.8%։ Ներկայացնելով